Ինչ գիտենք մենք խնդրի մասին, երբ երեխայի ամորձիները ամորձապարկում չեն, պատասխանում եմ մանկաբույժ նեֆրոլոգի հարցերին։ Հարց առաջին, ինչպես կարող ենք հասկանալ, որ երեխայի ամորձիները ամորձապարկում չեն։ Շոշափելով կամ անզեն աչքով կարելի է դա նկատել։ Միանշանակ ճիշտ եք, հասուն տղա նորածինների 3-ից 5%-ը, իսկ անհասների 30%-ը կարող են ունենալ կրիպտորխիզմ, սակայն մինչև 4 ամսականը ակնկալում ենք, որ նրանք կարող է ինքնուրույն իջնեն։ Շատ կարևոր է համոզվել, որ ամորձիները առկա են, թաքնված են ուղղակի, այլ ոչ թե բացակայում են։ Հետևաբար, եթե նկատում եք խնդիրը, պարտադիր է դիմել մանկաբույժի։ Հարց երկրորդ, ինչ եղանակով ենք շտկում այս խնդիրը։ Ես կարծում եմ վիրահատական միջամտությամբ։ Միանշանակ ճիշտ եք, 4 ամսականից սկսած հնարավորինս շուտ մենք առաջարկում ենք վիրահատական միջամտություն, ցանկալի է մինչև 12 ամսականը։ Եվ վերջին հարցը, ինչ զարգացումներ են հնարավոր, եթե խնդիրը չլուծել։ Ես կարծում եմ խնդիրներից մեկը օրինակ կարող է լինել սեռական ֆունկցիայի խանգարում։ Միանշանակ ճիշտ է, կարող է պացիենտը ապագայում ունենալ պտղաբերության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև աճուկային ճողվածքների զարգացում, ամորձիների ոլորկ, տրավմաներ։ Մի խոսքով, մի զբաղվեք ինքնաբուժությամբ եւ դիմեք մասնագետի ժամանակին։ Շնորհակալ եմ։ Իսկ դուք քանի հարցի ճիշտ պատասխանեցիք։